Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստեր հրավիրել։ Օրակարգում քաղաքական ուժերի գրանցման հարցներ։ Նրանցից 18-ը անարգել ներս մտան, բայց բոլորին դեմ եմ կուսակցության ներկայացուցչին թույլ չտվեցին մտնել։ Թույլ չտվեցին, որովհետև մարվելի կերպարներով էին եկել եւ ուզում Սպայդերմենի հագուստով մտնել։ Այդ գործը լավ կազմակերպելու համար հավաքել ենք մեր բոլոր ուժերը, մեզ աջակցող բոլոր հզոր ուժերին, մեր թիկունքում կանգնած, ու հիմա պատրաստվում ենք մտնենք կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը նիստը սկսելուց առաջ ասաց, որ լիազոր ներկայացուցիչները դիմակով չեն կարող ներս մտնել։ Սպայդերմենի հագուստով առանց դիմակի ներկայացուցիչը մտավ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց ԴՕԿ կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Վարդան Ղուկասյանի գրանցումը։ Մերժել են կուսակցության ևս 2 անդամի գրանցում։ Գրանցումներին հաջորդել է վիճակահանությունը։ Քաղաքական 19 ուժ ընտրությանը մասնակցելու համարն է ընտրել։ Պետական կուսակցություն լիազորникաչը։ Վիճակահանությունից հետո պատկերը հետևյալն է։ 14 դալիճներ։ Ռեֆորմիստների կուսակցություն, բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցություն, Ուժեղ Հայաստան դաշինք, Հայաստանի շնորհապետական կուսակցություն, Նոր ուժ ռեֆորմիստական կուսակցություն, Միասնության թևեր կուսակցություն, Բարգավաճ Հայաստան կուսակցություն, Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցություն, Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցություն, Հայ ազգային կոնգրես կուսակցություն, Հանրապետություն կուսակցություն, Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն, Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, Ժողովրդավարական համախմբում կուսակցություն, Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն կուսակցություն, Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, Հայաստան կուսակցությունների դաշինք, Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցություն, Լուսավոր Հայաստան կուսակցություն։ Խորհրդարանական ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերի վերջնական ցանկը հայտնի է։ Ընտրության քարոզարշավը կմեկնարկի մայիսի 8-ին։ Կարևոր ամսաթիվը դա հունիսի 7-ն է, այդ օրը տեղի կունենան ազգային ժողովի հերթական ընտրություններ։ 35 օր է բաժանում քաղաքացիներին ընտրության օրից։ 17 կուսակցություն եւ 2 դաշինք պայքարում են խորհրդարանում հայտնվելու, Հայաստանի կառավարումը ստանձնելու, վստահության քվեն ստանալու համար։ Անիա Բախյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։